Այս արտադրանքը լինելով Հայաստանում էկոլոգիապես ամենամաքուր տեսակներից մեկը, իր համային և որակական հատկություններով համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ Վիտամիններով, ամինաթթուներով և հանքային նյութերով հարուստ, այն մարդու օրգանիզմը պահպանում է վտանգավոր բակտերիաներից, բարձրացնում է դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ։ Սուն կանվանակարգում տարվա ապրանքատեսակ մրցանակի են արժանանում Բիգա հայ-հոլանդական համատեղ ձեռնարկության Բիգա շամպինյոնները։ Բարի երեկո ձեզ։ Մեր ընկերությունը զբաղվում է շամպինյոն տեսակի սնկերի արտադրությամբ, կիրառելով հոլանդական բարձր տեխնոլոգիաներ, ներմուծելով հոլանդական բարձրորակ և պաստերիզացված կոմպոստ, այսինքն հումքը և տորֆը, և ունենալով բարձրակարգ մասնագետներ, մենք Հայաստանում ստանում ենք բարձրորակ, էկոլոգիապես մաքուր, որակական և համային հատկանիշներով եվրոպական չափանիշներին համապատասխան սունկ, որի 90% ծավալները մենք արտահանում ենք արևելյան երկրներ։ Շնորհակալություն կազմակերպիչներին և շնորհավորում եմ բոլոր մնացած մրցանակ ստացողներին։ Այս ապրանքատեսակը կգոհացնի անգամ ամենախստապահանջ սպառողի պահանջները։ Իր յուրահատուկ համային որակով և արագ ու դյուրին պատրաստման եղանակով այս արտադրանքը իր յուրահատուկ տեղն է գրավել հայկական շուկայում։ Պելմենի անվանակարգում տարվա ապրանքատեսակ մրցանակի են արժանանում Արաքս թռչնաֆաբրիկայի Արաքս պելմենիները։ Այս ընկերության մյուս արտադրանքը ևս իր առանձնահատուկ տեղը կզբաղեցնի յուրաքանչյուր սեղանին։ Այս ապրանքատեսակի օգտագործումը կգոհացնի բոլորին։ Սառեցված նրբերշիկ անվանակարգում տարվա ապրանքատեսակ մրցանակի են արժանանում Արաքս թռչնաֆաբրիկայի կատնային սառեցրած նրբերշիկները։ Շնորհակալություն կազմակերպիչներին, շնորհակալություն մեր հայրենակիցներին, ովքեր օգտվում են Արաքս ֆիրմայի արտադրանքատեսակներից։ Մենք այսուհետ նորից շատացնելու ենք մեր տեսականին, կիսաֆաբրիկատները, բարձրացնելով որակը և լավացնելով համը։ Իհարկե միայն թարմ տեղական մսից։ Օգտվեք մեր հայրենակիցներ մեր արտադրանքից, մեր ձևիցն է առողջ սնունդ, առողջ ապագա։ Շնորհակալություն բոլորից։ Ի տարբերություն արտերկրյա արտադրողների, Հայաստանում այս արտադրանքը ստացվում է կթելով, այսինքն ձուկը մնում է կենդանի։ Կիթի համար ընտրվում է ճիշտ ժամանակը, այսինքն ձկան հասունացած վիճակը։ Այս պրոցեսի ընթացքում խստիվ պահպանվում են ստերիլացման բոլոր կանոնները։ Որպես որդեգրած սկզբունք, կոնսերվանտները օգտագործվում են ոչ ավելի, քան եվրոպական և ամերիկյան չափանիշներն են։ Ձկան խավիար անվանակարգում տարվա ապրանքատեսակ մրցանակի է արժանանում Ակվատեղ ավտոմատիկայի իշխանի խավիարը։ Այս ընկերության ևս մեկ շատ համեղ ապրանքատեսակ։ Այն հայաստանյան արտադրողի կողմից որպես այդպիսին բացառիկների շարքում է։ Ի տարբերություն աշխարհի շատ արտադրողների, որոնք հիմնականում սառեցված ձկներենից են ստանում վերամշակված ապրանքատեսակները, այս ընկերությունը վերամշակման ընթացքում օգտագործում է բացառապես թարմ ձուկ։ Ծխեցումը կատարվում է շատ կարճ ժամանակահատվածում, օգտագործվում է աղիքիչ քանակություն, կիրառվում է պահպանման հատուկ տեխնոլոգիա։ Այս ապրանքատեսակը սպառողին ներկայացվում է վակուումային փաթեթավորված տեսքով։ Մշակված և ծխեցված ձուկ անվանակարգում տարվա ապրանքատեսակ մրցանակի է արժանանում Ակվատեղ ավտոմատիկայի մշակված և ծխեցված իշխանը։
ողջունում եմ բոլոր մասնակիցներին մեծ զգացմունքներով շատ շնորհակալ եմ բարձր գնահատականի համար մենք պետք է ձգտենք որպեսզի մեր ապրանքանիշները ճանաչում ստանան արտերկրներում մենք հպարտությամբ միշտ նշում ենք որ մեր սնունդը շատ բարձր որակի է եւ արտերկրներում այդ ճանաչումը արդեն գտել է միայն պետք է կարողանանք մեր սերտիֆիկատները այնտեղ էլ հաստատենք որպեսզի կարողանանք ավելի լայն եւ արդյունավետ բիզնես ծավալել։ Բոլորին շնորհավորում եմ եւ ողջույնում եմ։ Շնորհակալություն։ Դե ինչ հարգելի հյուրեր, բոլոր մրցանակները արդեն բաշխված են եւ հիմա ժամանակն է որպեսզի մենք ի հայտ բերենք արևտրի առաջատարներին։ Եվ հիշեցնեմ, որ Grand Prix-ն ստանում են այն ընկերությունները, որոնք ստացել են 5 կամ ավելի տարվա ապրանքատեսակ մրցանակ։ Եվ ես սիրով կներկայացնեմ այդ ընկերությունները։ Ես ուզում եմ բեմ հրավիրեմ մեր առևտրի նախարարության առևտրային քաղաքականության վարչության պետ պարոն Գագիկ Քոչարյանին։ Բարի երեկո ձեզ սիրելի գործընկերներ, հյուրեր, տիկնայք եւ պարոնայք։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր մասնակցում եմ այս միջոցառմանը, շնորհավորում եմ մրցանակը հաղթողներին եւ շնորհակալություն հայտնում կազմակերպիչներին։ Քիչ առաջ մեր շատ սիրելի վարուհին ասեց, որ սա 5-րդ մրցանակաբաշխությունն է։ Այո, սա 5-րդ մրցանակաբաշխությունն է եւ ես շատ ուրախ եմ, որ ինքը նաեւ համընկնում է մեր Հայաստանի անկախության 20-ամյակի հետ։ Ես մասնակցել եմ գրեթե բոլոր մրցանակաբաշխություններին եւ առաջ օրվանից մինչեւ այսօր եւ այսօր ուրախ եմ մի քիչ առաջ ընկնեմ, որ մեր մրցանակաբաշխիչների թիվը ավելանում է տեղական արտադրողների թվից եւ պակասում են ներմուծված ապրանքները այդ ցուցակում, այսինքն սպառողը սկսում է արդեն իսկ գնահատել մեր հայրենական ապրանք արտադրողին, ինչը մեր համար շատ մեծ հաղթանակ է եւ ձեռքբերում։ Ես ուրախ եմ, որ այսօր հիմա կհնչեցվի այդ բարձր գնահատականները արժանացել են հենց մեր հայկական ապրանքատեսակները։ Շնորհավորում եմ բոլորիդ եւ ցանկանում եմ, որ այսպիսի միջոցառումները մեր հայկական գործարարների համար լինեն անպակաս եւ դուք լինեք հաղթող ոչ միայն մեր հանրապետական մրցանակաբաշխություններում, այլ նաեւ միջազգային։ Շնորհակալություն։ Դե ինչ, իսկ հիմա ես ներկայացնեմ Grand Prix մրցանակակիրներին։ Այս ընկերությունում վերջին տարիների զարգացումներն ակնհայտ են եւ գործարանի ընդհանուր վերազինում, եւ արտադրական գործընթացի բարելավում, եւ տեխնոլոգիաների կատարելագործում եւ թողարկվող տեսականու ընդլայնում։ Հիմնադրման օրվանից նրանք որդեգրել են բարեխիղճ աշխատելու եւ մարդասիրական մթերքներ մատուցելու աշխատավոճը, հայրենի շուկայում ներկայացնելով հեշտ մարսելի, անվտանգ եւ մարդու օրգանիզմի վրա որևէ բացասական ազդեցություն չգործող մսամթերք։ Եվ այսպես 5 մրցանակ տարվա ապրանքատեսակ, կիսապղտած երշիկ հունգարական սերվելատ, ծխեցրած երշիկ որսորդական, կիսապղտած երշիկ կրակովյան, նրբերշիկ կաթնային, կիսապղտած երշիկ Գյումրի եւ Grand Prix առևտրի առաջատար հանձնվում է Բարի Սամարացին ընկերությանը։ Շատ շնորհակալություն։ Սա մեր 4-րդ Grand Prix-ն է, այսինքն 4-րդ տարին է մենք ստանում ենք Grand Prix, այսինքն մեծ մրցանակը եւ բոլորի ցանկանում եմ նորանոր հաջողություններ, նոր օրհնություններ ձեր աշխատանքի մեջ եւ միշտ ցենց ուրախ սեղանների հավաքվենք եւ ձեր սեղաններից էլ Բարի Սամարացի արտադրանքը անպակաս լինի։ Շնորհակալություն։ Իր բարձրորակ արտադրանքով, հետևողական եւ նպատակասլաց աշխատանքով, բազմաթիվ ձեռքբերումներով, ոլորտում անվիճելի առաջատար այս ընկերության ծավալած գործելավոճի շնորհիվ հայ սպառողն այսօր իրազեկ է, որ անհայտ ծագման օտար արտադրանքի փոխարեն հարկ է նախապատվությունը տալ մեր տեղական հայրենական արտադրանքին։ Հայաստանի Հանրապետությունում հանդիսանալով միակը, այսօր ընկերությունը հայ սպառողին է ներկայացնում անկրկնելի համային ու որակական հատկանիշներով օժտված համեղ արտադրանք։ Եվ այսպես 5 մրցանակ տարվա ապրանքատեսակ, արևածաղկի ձետ արև,
Չեզտված արևածաղկի ձետ շողակատ, արևածաղկի ձետ զլատոյ սոնցե, մարգարին արև, հալած յուղ արև և գրան պրի արևտրի առաջատար հանձնվում է շող յուղի ձեթի կոմբինատին։ Շնորհակալություն։ Մեր շող յուղի ձեթի կոմբինատը ստեղծվեց 2001 թվականին։ Այս պայդությամբ մենք 10 տարեկան ենք։ Ուզում եմ ասեմ իր ուրախություն մեզ, 10 տարին էլ մեր համար եղել է առատ ավելացումների և բարգավաճման տարիներ, չնայած արանքում եղել է նաև դուք բոլորդ գիտեք ճգնաժամը։ Եվ չնայած այդ ճգնաժամի մենք կարացել ենք հաղթահարենք և հասնենք ինչին, որ այս պահին հասել ենք։ Ուզում եմ ասեմ, որ մենք մեր հասածի վրա չենք կանգնում և շարունակում ենք առաջ և ստեղծում ենք արդեն նոր ապրանքատեսակներ օճառի գծով։ Եվ հույս ունեմ, որ հաջորդ տարի այստեղ կլինենք նաև օճառի հետ կապված։ Շնորհակալություն։ Ավարտին մոտեցավ ևս մեկ տարվա ապրանքատեսակ մրցանակաբաշխությունը։ Ես ուզում եմ հիշեցնել մեր մրցանակաբաշխության կարգախոսը։ Ժողովրդի ընտրությունը ապրանքատեսակի միակ և գերագույն գնահատականն է։ Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և իհարկե կազմակերպիչներին։ Մնացեք բարյավ։